Քաղաքացիական պայմանագիրը չի վերանայի ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությունը, կուսակցության առաջնորդն ինքն ասաց. Ինչի պետք է վերանայի։ Փաշինյանն ասաց չի տեսել տեսանյութը, որում Կոնջորյանի եղբայրը նույնպես ՔՊԱ-կան Ավետ Կոնջորյանը սեռական հայհոյանքներ ու գյուլլելու սպառնալիքներ է հնչեցնում նախկին ընկերոջ Աբովյանի ավագանու ՔՊԱ-կան անդամ Նայիրի Հակոբյանի տան մոտ։ Սկանդալը երկուշաբթի պայթեց նախ ծեծի կադրերով։ Ծեծվողն Ավետ Կոնջորյանն է, ենթադրյալ ծեծողները Հակոբյանն ու ընկերները։ Ըստ հետագա մեկնաբանությունների, երկու ՔՊԱ-կան ընկերները հայհոյանքի ու ծեծի են հասել Միլոն Մայնինգ կառուցապատող ընկերությունում ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Միլոն Մայնինգի ու ՔՊԱ-կանների սերտ համագործակցության մասին հետքնամիսներ առաջ էր գրել։ Ըստ հետաքննող լրագրողների, ընկերությունը հեշտացված թույլտվություններ է ստանում, հետո այդ նորակառույցներում տներ ու տարածքներ են ձեռք բերում Կոնջորյան ընտանիքի անդամները, ավագանու ՔՊԱ-կան Նայիրի Հակոբյանը, Աբովյանի համայնքապետը։ Փաստերի հսկայական խրձով եմ ներկայացել։ Կոնկրետ Կոնջորյան ընտանիքի մասին հարց լրագրողները դեռ մարտին էին Փաշինյանին ուղղել։ Իրավապահները կաշկանդված են նրանց գործողություններին ընթացք տալու։ Ուղարկեք այդ փաթեթը մնացած տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին։ Վարչապետը ոչ քննիչ է, ոչ հետաքննիչ է։ Վարչապետը ասում է իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ, եւ իրենք իրենց պարտավորությունները պարտավոր են կատարել։ Կոնջորյաններին ուղված հարցերը մակուլատուրա անվանելն ազդակ չէր իրավապահներին, որ այս մարդիկ անձեռնմխելի են։ Այսօր Ազատությունը հետաքրքրվեց վարչապետից, իրեն պատասխանատու զգում է վերջին աղմկոտ պատմությունների համար։ Ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որ կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետքա չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկին պետքա ծեծի ենթարկի։ Թեպետ որևէ ուսումնասիրություն այդպես էլ չեղավ մակուլատուրա որակված հարցադրումների հետքերով, բայց Փաշինյանը վստահ է կոռուպցիայի հարց չկա այստեղ։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ, այսինքն երկու մասնավոր անձ իրար հետ ինչ-որ հարց ունեն։ Այսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն։ Մասնավոր անձը իրավաբանական անձի հետ, դրա պատասխանը իրավական պրոցեսն է։ Որ թիմակիցները հենց իր Փաշինյանի անունը տալով շահավետ գործարքներ են փորձում կնքել, ընդհուպ խանութ խլել, նախկին ՔՊԱ-կան Թաթուլ Ասիլյանն է մի քանի օր պատմում, զայրացած, որ Կոնջորյաններին թույլ են տալիս հարստանալ, իսկ իրեն պարզվեց չէր կարելի։ Իսկ ոնց ալնեմ, որ կարա Ավետ Կոնջորյանները կամ ես իմ ովքեր հարստանալու մենք չկարենանք հարստանանք, այդ խիչ չպետք է էլի հարստանանք ասենք մենք։ Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Թեպետ տարածվել են թե ծեծի ու թե հայհոյանքի սպառնալիքների կադրերը, Փաշինյանը չի կարծում, որ ՔՊԱ-կանների վարքը ներկուսակցական քննարկման թեմա պիտի դառնա։ Իրավապահները թող քննեն, հետո կորոշեն հեռացնել նրանց կուսակցական շարքերից, թե ոչ։ Այնինչ կուսակցությունն ազնվության ու պարկեշտության վերաբերյալ առանձին գլուխ ունի իր էթիկայի կանոնագրքում։ Որքան հասկացանք, վարչապետն է այդպես որոշել, նրա թիմակիցներից Ռոմանոս Պետրոսյանը մինչև այդ չէր բացառում, որ այս կուսակցականների հարցը կքննարկի վարչությունն ու անգամ Հայկ Կոնջորյանի թեկնածությունը կվերանայի։ Այդ մասով չեմ կարող ոչինչ մեկնաբանել եւ ոչինչ չեմ կարող բացառել։ Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով դեռ երկուշաբթի 5 հոգու մեղադրանք էր առաջադրվել։ Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը ու բացակայելու արգելքը։ Մեղադրյալներից Նայիրի Հակոբյանի փաստաբանի կարծիքով աննախադեպ խիստ խափանման միջոց է։ Ոչ մեծ ծանրության արարքի մեջ մեղադրվող անձ, որը նախկինում դատապարտված չի եղել, այսինքն օրենքի ուժով չի կարող ազատազրկվի ու 2 միլիոն դրամ գրավ խափանման միջոցը, դա շատ խիստ է։ Իսկ Ավետ Կոնջորյանի հայհոյանքների ու գյուլլելու սպառնալիքների մասով առանձին վարույթ դեռ չկա։ Այսօր իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Լեոնիսյանը հայտնեց, հաղորդում են ներկայացրել դատախազություն, հիմնավորելով, քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն զբաղվում են, իսկ առերևույթ խուլիգանության, հայհոյանքների դեպքով ոչ, ու քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, ռիսկավոր իրավապահները աչք փակեն դրա վրա։ Հաղորդում ներկայացրել է նաև հայհոյանքների ենթադրյալ հասցեատեր Նայիրի Հակոբյանի պաշտպանական թիմը։ Այսօր առավոտյան արդեն նաև բարեկային ծառայողի մասով, հայհոյանքների եւ հնչեցրած սպառնալիքների մասով
դիմել են գլխավոր դատախազին։ Փաստաբան Պողոսյանը վստահ է, որ պարեկներն ուղեկցում են Ավետ Կոնջորյանին, որ նա անարգել հայհոյի։ Վստահաբար ուղեկցում են։ Մեր կարծիքով այստեղ եւս արկայա հանցակազմ օրինակ, պաշտոնական լիազորությունների անցման մասով։ Ավետ Կոնջորյանն առայժմ տուժող է ծեծի դեպքով, կդառնա մեղադրյալ խուլիգանության հոդվածով հայտնի չէ։